Սիրելի քույրեր եւ եղբայրներ եւ բոլոր անոնք, որոնք մեզի մտիկ կնեն, կփարևենք ցեզի աստծոփար կուդամ տացյալ այս արիթին համար, որ մեզի առանձնաշնորհումը դված է միասնապար սերդելու հայտնության գիրքը Պիտեր Նիգոսյանին հետ։ Բարի եկած ես Պիտեր։ Նորակալ եմ գարին է, շատ ուրախ եմ, որ ծեր հետ կրնամ այս շարունակենք միանցին։ Պարտերոջ, այսօր մենք պիտի անցնենք Տիբադիրի եկեղեցին, գիտեմ որ անհամբեր եք, գիտեմ որ կսպասեք չորրորդ գլուխուն սկսյալ ինձի պես, բայց այս եկեղեցիները կարևոր է որ մենք գիտնանք եւ ճանչնանք, որովհետեւ ավելի հասկանանք, ավելի գիտնանք ինչպես պիտի աղոթենք, ինչպես ինքնից պիտի սրբակրենք, համբերություն կխնդրեմ ձեզ մե։ Պիտեր նախքան Տիբադիրի եկեղեցին գարտալը ունի սպամը ավելցնելիք թե ոչ գարտամ։ Գրնաս կարդալը, սկսինք կարդալը միայն, որ կարողանամ մեկ պամ նկար մտցնել, որ հետևին կարդացած ժամանակ, արդեն ներինք Սմիրնյան, անցնինք Թիվադիրի վարյամը, ուրեմն այս պատկամը տնենք, որ կարողանամ հետևին Շատ լավ։ եղավ։ Շատ լավ։ Ուրեմն 18-րդ համարը եւ Թիբադիրի մեջ եղած եկեղեցին հրեշտակին գրե այսպես կսե Աստուծո որդին որ գրագի փոցի պես աչքեր ունի ու իր ոտքերը ոսկե բղնցի նման են գիտեմ քու կորձերդ եւ սերդ ու ծարայությունդ եւ քու հավատքդ ու համբերությունդ եւ թե քու վերջին կորձերդ առաջիններեն շատ են բայց քեզի թեմ բան մունիմ որ գտուլադրես հեզապել գնոջ, որ ինքզինք մարգարեյուհի անվանե, ու իմ ձարաներս մոլորեցնելով, սորվեցնե բորունգություն ընել, և գուրքերու զոհվածներ ուդել։ Ես անոր ժամանակ դվի, իր բորնիգությանը համար աբաշխարելու, բայց չաբաշխարեց։ Ահա ես զանիգա անգողին պիտի ծքեմ, ու անոր հետ շնություն ընողները մեծ նեղության մեջ, եթե իրենց կորձերուն համար չաբաշխարեն։ Անոր զավակները պիտի մերցնեմ, ու բոլոր եկեղեցիները պիտի գիտնան, թե ես անեմ, որ երգամունքները ու սրդերը կքննեմ։ Յուրաքանչյուրի ձեր կորձերուն համեմատ պիտի հադուցանեմ։ Ցեզի գսեմ, մյուսներուդ, որ Թիբադիրի մեջ եք, բայց այս վարդապետությունը չունիք, որ չջանցակ սատանային ձաձուկ բաները, ինչպես կսեն։ Ձեր վրա ուրիշ ծանրություն չեմ ձգեր, հաբա զայն, որ ունիք բահեցեք, միջև ես կամ, եւ ան որ գհախտե, ու իմ կորձերս միջև վերջը գբահե, անոր իշխանություն պիտի դամ ասկերուն վրա, եւ պիտի հովվեզ անոնք երգաթե կավազանով, անոնք պրուդի ամաններու պես պիտի փշրվին, ինչպես ես ալ իմ հորմես արի ու անոր պիտի դամ արավոջյան աստղը, ան որ ագան չունի, թող լսե, թե հոգին ինչ կսե եկեղեցիներուն։ Ավասիկ Տեր Հիսուս Քրիստոս ուրիշ ձևով կհայտնվի եւ գսե գրագի փոցի պես աչքեր ու ոտքերը բղինցի նման են, թեպետև ամեն մեկ գլուխին ձևով ինքզին կներկայացնե Հիսուսը, բայց այս անգամ դարբեր ձևով ավելի խիստ գրագի փոց աչքեր այդ գրագի փոց աչքերը նույն գրագի փոց աչքերն են երբ որ Հովհաննես Հիսուսին տեսավ, չէ՞։ Այո։ Նույն գրագի փոց աչքերն են եւ գսե ոտքերը ոսկե բղինցի նման են։ Ինչու համար այս համարը աս խոսքերը կխոսի Տիբադիրի եկեղեցին։ Ուրեմն Թիբադիրի եկեղեցին ամենաառաջ հասկանանք, որ այստեղ հիշված է Քորձ Առաքելոց 16-րդ գլխում 14-ին 15 համարներու մեջ այստեղ Լիդիան, եթե գիշենք, այնտեղ ինքը գվաճարեր տարբեր բաներ, որ այդ քույները կային, որ ինքը այդ Թիրադիրայի մեջ կարտադրեին։ Եվ այս եկեղեցին հատուկ ինքը իր աչքերով գնայի, որ այդ գրագի փոցի նման, որ կթափանցե, կտեսնա խորքը, մինչև այսինքն մեր միտքերուն եւ ինչ կխորինք մեր սրտերում մեջ մեր զգացմունքները բաները, այնքան խորը կտեսնա Տերը։ Եվ ինքը ամեն բան գիտե գսե։ Դերյակ է մեր երգամունքները եւ մտքերը ինչ կան։ Ուրեմն
այս եկեղեցին գուզե որ ցույց տա որ ես ամեն բան կտեսնամ ինձ մե քաղաքնի բանը չեք կրնալ բայ եւ ես կտեսնամ որ ծեր մեջ ինչ կկատարի որ այս է Եվ օրինակի համար կսե գիտեմ քու կորձերդ եւ սերդ ծառայությունդ ու քու հավատքդ համբերությունդ եւ թե քու վերջին կորձերդ առաջիններեն շատ են այ ուրեմն այս եկեղեցին շատ լավ հատկություններ ուներ եւ դերը այդ բոլորը իրենց գուզե քաչալերել սկիզբ իրենց քաչալերական խոսքն գսել եւ լավ առաջնորդ մա այդպես պետք է լա եթե ցուն ամիջապես մեկում սկսի սանտիմանել երբեմն մտիկ չեն ուներ գսեն նորեն սկսավ հանդիմանել քնաթադել բայց ինքը իրենց լավ գոմնա գտեսնա ադա գտեսնա եւ իրենց կուզե քաչալերեն որ ընթացքը ծեր ոչ ամեն բան քեշը լավ կորձեր ունիք իշեք ադիգա Եփեսոսի եկեղեցին ալսավ շատ լավ կորձեր ունիք հավատք ունիք ծառայություններ ունիք համբերող եք եւ ծեր վերջին կորձերը առաջին կորձերեն ալ ավելի լավ ընթացքը լավ երևի որ ամեն բանի բայց այս եկեղեցին փայծ մնալ ունի Ընդհանրապես ամեն անգամ որ Դեր Հիսուս կխոսի եկեղեցի միշտ փայծը գսե, բայց լավ օրինակ է գիտես, որ գրնանք մենք ուշադրություն ունել եղբայր քուրերու հետ խոսած ադենից, որ ուղագի քննադատականը չի վարվինք, բայց նախ կովենք, քաչալերենք եւ անգեց վերջը իմաստունորեն մերսելիքը ասենք։ Ով է Հեզապելը։ Հեզապելը եթե գիշես հին գդագարանի մեջ թագավորած First Kings chapter 21 որ գնե First Kings-ը գլա երրորդ թագավորած Այո 21 քուլուխը եւ երկրորդ Second Kings անգլերենով գնե 4-րդ թագավորած 9-րդ քուլուխը 30-ն մինչև 37 համարները այնտեղ այս Հեզապելը թակուհի մներ բայց չար թակուհի մներ ինքը սպանեց շատ մը աստուծո ճշմարիտ մարգարեները եւ ինքն ալ գուրքաբաշխությունը առաջ բերավ ինքը նաև շնությունը ինքը քաչալերեց մարդկանց որ այդ շնության մեղքի մեջ էին licentiousness այսինքն ամփարեական կյանք ապրին եւ ինքը այս բոլորը լալով նաև ինքը գուրքերուն բաշխելու եւ ամփարեական կյանքի քաչալերեց որ այդ գուրքերն ապաշտեն Եվ ինչ որ Հիսուս այս եկեղեցի մեջ կտեսնա որ անոր նման բաներ կամ անց մգար Հեսապել անունով, որ այս բաները կկատարեր որ այս թիրադիրայի եկեղեցի մեջ կամ խումբ մի ժողովուրդ կար, որ այս տեսակ ինչ որ Հեսապել թակուին կկատարեր, իրենք նույն բաները կգնեին։ Ներողություն Պիտեր, նախքան շարունակել այդ օրինակի համար ճիշտ ինչ է իր բնորոշը, ինչ է իր քարակտերիստիկը Հեզապելին, արգախ կուրքերը, արգախ շնությունը, ուրիշ ինչ բաներով եկեղեցին խապած էր, ազդո ժողովուրդը խապած էր։ Հիմնական այս բաներն էին, արդեն բավարար է, եթե նայիսն է որ երբ որ ամփարեական կյանքը, այսինքն իրենք գտուլացրեին որ այսպես բաներ եկեղեցի մեջ կատարվի Երևակայ որ եկեղեցի հովիվը չսե չի հանդիմանե եւ գիտե որ ամփարեական մեղքեր կկատարվի այսօր եւ հանդուրժե ուրիշ շատ լավ ծառայություններ ունենան կորձեր ունենան հավատք ունենան ամեն բան լավը լա բայց այս տեսակ մարդիկ կլան եկեղեցի մեջ եւ հովիվը չի հանդիմանե կամ ժողովուրդը թուլատրե Թույլ դա որ այս բաները կատարվին առանց ասելու որ այսինքն մեղք է։ Դեռ այսօր դժվար կգտնան մեղք անվանել շատ այս ամփարեական կորձերը որ կկատարվին մեր ոչ միայն մշակույթի մեջ, այլ նույն այդ անձերը եկեղեցի կհաջողեն։ Եվ մեկը չսեր որ այս ծերերազները մեղք են։ Այսինչ որ ամփարեական գլսենք որ չէ ինչեր կկատարվի որ թե դուրսը թե եկեղեցիներու մեջ ով հանդիմանությունը շատ կարևոր մեկ մաս մնա եկեղեցի կյանքի մեջ բայց այսօր դիսցիպլինը սվածը մարդիկ չեն ուզել հանդիմանել որով քեշ պիտի երևան
Պիտի սեն ցուն ինչ իրավունք ունիս ինձ այս բաները լսելու։ Չէ՞։ Okay, բայց եթե օրինակի համար քահանան հովիվը կամ առաջնորդը կամ սրբազանը ասենք ագարքիլ է այդ զույգերուն, որ օրենք առանց բսագի եկեղեցի կուքան եւ այլն, եթե կհանդիմանե իրենց, բայց անոնք կշարունակեն քալ, չի գնար անշուշտ իրենց եկեղեցին դուրս տնել կամ ինչ կխորիս։ Իմ խորհուրդս չէ կարևոր։ Եվ որ նայենք Հիսուս ինչ Այո։ խրատ կուտա եկեղեցին հանդիմանելու ձևը կա, չէ՞։ Դեսե Ահա։ առաջ կնա եղբորը դեսը։ Ահա։ Եթե քեզի մեղք մը գործե որ քանթեփ կամ մեղք գործե որ կնա իրեն եղբորը կամ քրոջը անցամբ կնա եւ իրենս որ քույրես կամ եղբայրս այս բաները որ գնես որ մեղք են եւ ասված չընդունի այս բաները։ Եթե մնիկ չներգսե, հետը երկու օքի ուրիշ եղբայր կամ քույրը ար գնա վկայի միջոցով իրեն նորենս է այն բաները որ կկատարե որ այդ անցի եւ գիտես որ կկատարե եւ ինքը ամոթ չի սեբերգոր կամ մեղ չի սեբերգոր եւ նշանակի որ այդ կյանքի մեջ ուրիշ բան է եթե մեկ անգամ ասենք սկիզբը գուքագոր եկեղեցի մեղքի մեջ է եւ ոչ մեկ բան չի գիտեր այդ սրբության կյանքի մասին ուրիշ բան է մեկը որ գուքագոր ամիսներով կամ տարիներով եւ այդ մեղքի մեջ կշարունակի որ ավին առանց նույնիսկ խիղճ իրեն ներելու որ սխալ բանը գնելու եթե նորեն մտիկ չներգսե բոլոր եկեղեցին հայտարար է գսե եւ հեթանոսի նման սեփ է գսե ուրեմն երբ որ դիսցիպլին կկատարվի եկեղեցի մեջ երեցները եւ հովիվը ունին իրավունք որ այդ անձին եկեղեցին դուրս հանեն եթե որով այդ անձը եթե ուրիշներուն արգել կլագոր իրեն հոգևոր կյանքի մեջ սուրբ մահվելու հովիվը ունի իրավունք հերացնելու այդ անձերը որ քայթակության պատճառ կլան որ եկեղեցի մեջ Okay. Okay. Քիչ առաջ ներողություն անցյալ շաբաթ որ սերդեցինք միասին Բերքամոնի եկեղեցին որ կսե գիտեմ ուր կփնակի սադանային աթորը դու մեզի բացադրեցիր անոր բացադրությունը բայց եթե հիմա առնենք ասենք եզապելի մասին որ կխոսենք գրնա լալ որ այսօր պիտի չի դամ անուններ որ չառնենք միայն մեր հայ ժողովրդին համար բայց եթե անձեր կան որ իրենք շնության մեջ են եւ այսօր եկեղեցին գլուխն են եւ եկեղեցին կկառավարեն այո ուրեմն նորեն եթե ոյ մեկ այսպես մեղ կգադարվի Հիսուս իր գրավգոտ աչքերով կտեսնա այս բոլորը պիտի հանդիմանվին այս անձերը հանդիմանության ցև կա ամեն եկեղեցի ընդհանրապես ունի երեց եղբայրներ իրենց ուշադրության պետք է բերվի եւ գսե ինչ որ եթե հովիվի մթեն կամ առաջնորդի մթեն եթե քննադատությունը կա պետք է որ ամեն առաջ 2 կամ 3 վկաներով այս հաստատվի բարձրապես մեկ հոգի եկավ եւ այդպես վկայությունը տվավ գրնա սուտ վկայություններ ավելան չէ անցի մահանտեր պետք է ադիկա ստուկվի պետք է որ fact checking գսեն պետք է նայի իրոք այսպես է փաստերը կան վկա կա եթե չկա ուրեմն այդ անձին կամ այդ առաջնորդին շատ զգուշությամբ պիտի մոդենանք եւ հանդիմանենք որով չեն գուզեր որ այդ անունը այդ անձին վարկաբերենք այո վնասենք եւ ադիկա եկեղեցին անշուշտ անունին պիտի ասते եթե այո օրեն եթե մեգումը հանդիմանած ենք շատ զգուշ պիտի լինենք մասին Գիտես բարձրապես անոր համար որ անցը գրնա մեղքի մեջ լալ առաջնորդը կամ ասենք եւ ինչ ասենք թե կփոխանցվի ամեն ժողովրդի մտնոլորտը Սուրբ Հոգի ներկայությունը չլար որքան որ կխոսի որքան կբادرակե որքան որ ինչ գործեր որ գնե բայց հոնդեղ գիտենք որ մենք մեղք է գրնա անուն առնել գրնա աշխարհին ամեն գոմերը երթալ բայց մարդիկ կան որ գիտեն եւ ադիկա գրգնագի ցավ մնե եւ ինքն ալ գիտե ասենք անցը իրեն մեղքը գիտե իրեն սխալները եւ որքան անցերու բաժար գլա եւ անոր համար է թերևս դեր Հիսուս Քրիստոս գրագի փոցի աչքերով գխոսի տիվադերին եւ ոսկե բղինցի նման են իր ոտքերը որքան իրեն համար ադիկա մեծ փարգություն է եւ ոսկսե որ
այո, Ներողություն։ լսեմ որ երբ որ մենք երբ որ խավարի մեջ եղած կորձերը պետք է լույսին բերվի, Այո։ ասո խոսնի։ Երբ որ այդ անհատը այդպես կյանք մը գվարե, ինքը ուրեմն գեղձավորություն գնի, չէ՞։ Մեկ բանը կկարոզե, ուրիշ բանը գնի։ Հիմա անշուշտ է խրադը այն է, Պողոս Արաքյալ գտագեսե, որ դու գրեք ինչ որ իրենք կսեն, ոչ թե ինչ որ գնեն։ Չարել գսե, նայ հովիվս հասան կնե, որ գամացիկա հասան կնե, որ ադիկա ասել չէ, որ եթե հովիվը սխալ բանը գնե, որ մենք հովիվին պիտի հետևի։ Մեր օրինակը Քրիստոսն անշուշտ է ոչ մեկ կատարյալ մարդ չկա, ոչ մեկ։ Մեկում մեղքերը ավելի ծածուկ կլա, ուրիշինը ավելի բացահայտ։ Այդ ասել չէ, որ բայց այդ մեղքի մեջ պետք է շարունակվի, այդ առաջնորդը որքան ավելի զգուշ պիտի լա, որ քայթավության պատճառ չլա իր հոդին։ Եվ անորոմար Սուրբ Գիրքը գսե, որ ցեզ մեջ շատեր թող չլան ուսուցիչներ կամ առաջնորդ։ Գտնապատիկ բադիժ պիտի գրեն կամ հաշի պիտի դանք, անոնք որ առաջնորդներ են հոգևոր գործի մեջ։ Եվ մեջ երբեմն երբ որ մեկումը հանդեպ գսվի, որ այսպես սխալ մեղքի մեջ են, երբեմն ժողովուրդը կամ երեսները չեն ուզեր ընդունել։ Բայց եթե այդպեսի բանը այդ առաջնորդին թեմ, եթե ոյ մեկ իրած մեղումը գբերվի, մասնավորապես երեցին, պետք է որ քննեն, բայց ոչ թե բոլոր եկեղեցին ասեն։ Ամեն առաջ պետք է որ այդ առաջնորդին հետ խոսվի, իրեն խրատվի, նայվի, որ այդ մեղքը ինչ որ է իրական է եւ գրնա, այդիկա ինքը ստանալ հadoop counseling որ եթե գտնի իր մեղքը խոստովանել վերջ, ինչպես գրնա ինքը բժշկրի եւ բայց եթե այդ մեղքը շատերուն քայթակություն դիտի, դա պետք է որ այդ ճաշտոնեն վերցրի։ Հետո ժամանակի ընթացքում եթե ինքը չընդունիր, ուրեմն այդ ժամանակ է որ բոլոր եկեղեցին պիտի ասես, որ ինքը եւ իրեն հերացնես կամ վերցնես այդ ճաշտոնը։ Բայց միայն երբ որ այդ հերթականությունը բաղվի, ինչ որ Հիսուսը սա Մատթեոսի ավետարանի մեջ, այնտեղ ինքը սա ցևը, հատուկ ցև։ Շատ բաներ կրնան գսել, բայց Տեր Հիսուս ինքը գիտե, անձերը իրենք գիտեն ինքս ինքնին, Տերը ողորմի իրենց եւ իրենք անդրադառնան եւ դարձիկան։ Ոսկը սե որ օրինակ սուտ մարգարեյուհի հեզապելին համար։ Եվ երբ որ սուտ մարգարեյուի գսենք, ցևոմը գախարտ է, գախարտություն է, չէ՞։ Հիմա չեմ գիտեր, եթե օրինակի համար լուրերեն լսեցինք այն ժամանակ, երբ որ Չարլի Քըրքը ասենք սպաննվեցավ եւ մեդիայի վրա գրված էր, որ իր սպանութենեն մի քանի օր առաջ կամ շաբաթ առաջ գախարդներ իր վրան անեց կրած էին, որ ինքը սպաննվի եւ արդեն մի քանի օր վերջ այդ սպանությունը պատահեցավ։ Ուրեմն այսօր եկեղեցին, այսօր անհատը ինչպես գրնա միշտ պատրաստ ըլլալ թե բեդև աղոտքի մեջ կլաս, թե բեդև պարապանության մեջ կլաս, բայց ինչպես գրնաս ինքզինքդ պաշտպանել եւ ընտանիքդ պաշտպանել այսպիսի գախարդներ են։ Ամեն առաջ ըստ Աստծո խոսքին մենք օրհնված ենք, մենք երանելի ժողովուրդ, անոնք որ Քրիստոսի զավակներն են։ Աստվածաշունչը, եթե ինչպես կրնանք պաշտպանել, ամեն առաջ պիտի սպառազինվենք։ Եփեսոսի եկեղեցին նամակի մեջ Պողոս Արաքյալ 6-րդ գլխում մեջ այնտեղ գնշե 10 համարը մինչև 18 համարը, որ ինչպես կրնանք պաշտպանվել սատանային հարվածները։ Գսե մեր պատերազմը մարմինի եւ արյունի թեմ չէ։ Հնարած այս հասկանում։ Մեր չենք պատերազմիր գոր մարմնավոր զենքերով գսե Պողոս Արաքյալ Կորինթացիս գիրքի մեջ, այլ հոգևոր։ Ուրեմն մեր սպառազինությունը ամեն օր պետք է հատնենք։ Մեր փրկության սաղավարտը, այդ մեր միտքը կպաշտպանե վախերեն կամ գասկածներեն, որ արդյոք սատանան մեզի գրնա տարբեր ցևերով վնասել կամ ես իմ փրկությունս կորսունցուցած եմ։ Երբեմն այսպես կասկածներ բուքան մարդիկ շփոթության մեջ կմտնան եւ իրենք համարցակ չեն կրնալալ այլևս, որով
վստահությունը չունին փրկության։ Երկրորդ գրնանք գսե հակեք արդարության զրահը։ Այս զրահը կպաշտպանի մեր սիրտը, մեր զգացմունքները եւ այլն։ Ինչ ինչ է այդ զրահը արդարության։ Ես արդար չեմ, որով ես կատարյալ եմ։ Իմ արդարությունս իմս չէ։ Իմ արդարությունս դրված է ինձ Հիսուս Քրիստոսի կողմեն եւ ինչ եղած է։ Եթե ես Հիսուսի հետ մեռած եմ խաչին վրա հավատքով, հիմա Հիսուս Քրիստոս իմ մեջս կփնագի հավատքով, հարության զորությունով, Սուրբ Հոգիի միջոցով, եւ ես ժառանգած եմ իր արդարությունը։ Ինքը իմ մեղքերս իր վրա վերցուց եւ խաչին վրա, խաչափայտին վրա վերցուց մեխեց եւ ես այլևս այդ անեծքին դագը չեմ։ Օրենքին այդ թադաբարդությունը իմ վրա չի կար, որով ես հիմա ժառանգած եմ Քրիստոսի արդարությունը։ Շնորհք է, ոչ թե որով ես կատարյալ եմ, ոչ թե որով ես փնամեղ չեմ գործել, այլ արդարացված եմ իր արդարությունով։ Այդ վստահությունով ես կրնամ ծառայել, կրնամ գործել, կրնամ իմ ամենօրյա կյանքս ապրել։ Հետո գսե որ հավատքի վահանը վերցուցել։ Հավատքի վահանը այդ միտքով, որ երբ որ սատանան այդ կասկածները գուղե մեր կողմը, կրնալա քո սիրելիիդ կողմով է, կամ մեկը որ գճանչնա քեզ, եւ գիտե որ երբեմն այս տկարությունը ունիս, անունիս այդ մեղքերը գործես, երբեմն մեծ կամ բզդիկ չկա մեղ, ինչ որ ամեղ կլա, կրնաս շատ այսպես գեղձավոր սկալ եւ քու պաշտպանությունը կթուլանա։ Մենք մի հիշենք, որ հավատքով ես պաշտպանված եմ ըստ ինչի խոստումներուն Աստծո խոսքին, որ ես արդարացված եմ, ոչ մեկ արդար չկա, բայց Հիսուս Քրիստոսի կողմով ես ունիմ հավիտենական կյանք, իմ անունս գրված է գենացքի մեջ, ես արդար եմ։ Չորրորդ գրնանք եւ պետք է որ կոդաբնթվենք Աստծո խոսքին ճշմարտությունով, ինչքան սուդեր կան մեր շուրջը fake news գսեն որ չէ, այսօր վիդեոը գրնաս դիտել, գրնալալ որ Ամերիկայի նախագահը խոսի որ բայց այդպես որքան իրական երևա, բայց ուրիշ խոսքեր որ ինքը բնավ չի ասած։ Այո։ Եվ այս վերջին օրերում մեջ այսպես պիտի շատնա, սուդը պիտի շատնա, նկարները պիտի խոսին, մենք չպիտի գիտնանք երբեմն ով ճիշտը գսե որ ով սխալը գսե։ Բայց այդ ճշմարտությունը Քրիստոսի եթե ես սրտիս մեջ ունիմ, եւ որ մեկը նույնիսկ հովիվը, որ ուն սուտ խոսքեր թրած են իր բատկերի վրա եւ գահայդարարեն YouTube-ի վրա կամ ուրիշտեղ, ես չի պիտի խաբեմ, որով ես ճշմարտությունը ինքս համար սորված եմ։ Որքան այս վերջին օրերում մոդենանք, ամեն մեկը ինքը իրեն համար պետք է խոսքը լարքի։ Քոդի նման իր մեջքին շուրջը գաբե։ Հետո ավետարանին խաղաղության կոշիկները ու որ երթամ ես խաղաղություն կդարածեմ, որ իմ շուրջս թե վիճափանություններ, գրիվներ կան, մարդիկ այսպես ճգնաժամ վիճակի մեջ կցկեն, որ իմ շուրջին խաղաղության մենք տեսպաններ ենք, խաղաղության պատկանում եւ վերջին Սուրբ Հոգու սուրով պիտի ճշմարտությունը քարոզեն։ Սուրբ Հոգին սուրը Աստծո խոսքն է, ճշմարտությունը պիտի վկայեն թե կյանքովս, թե խոսքովս։ Ամեն, ամեն։ Ինչպես որ ասկեց առաջ անդրադարձա դիսերմենտի մասին, զանազանության մասին, այսօր որ մեկ բամը գտիդենք, առաջին անգամ ես օրինակ խապվեցա, բամը գտիդեի, խապվեցա, վաու, սի եւ այլն, երկրորդ անգամ, բայց երրորդ անգամ չէ, նշմարեցի, որ սխալ բան մգա։ Հիմա ասկեց իդ կեպորպաներ գտնեն, որքան շատ դժվար է խապվելը, որքան դժվար է իրականությունը գիտնալը, որովհետեւ այդ քեմփնական գնել բաներ, բայց որքան կարևոր է դիսերմենտը մենք ունենանք եւ մեր Աստծո հոգին, որ մեր մեջ կապրի Աստծո հոգին ինքը մեզի առաջնորդ է եւ չի թույլատրե, որ մենք ամեն բանի հավատանք եւ ամեն բան տեսնանք մարդկային աչքերով, բայց տեսնանք Աստծո հոգին աչքերով։ Անորոշ է որ մեր աղոթներում է ինչ կարևոր է որ կսենք Տեր դուր մեզի natural աչքերով ամեն բան կտեսնանք, բայց քո հոգիի աչքերը դուր որ քո աչքերով կքննենք, քո գինականչներով ամեն եւ ոսկսե որ օրինակ ինչպես որ դու արդեն ասի ժամանակ դեպի իր բորունգությանը համար ապաշխարելու, բայց չապաշխարեց եւ ինչ բադիժ գուտակսե այս զանիկա անգողին պիտի ցկեմ ու անորե չնություն անոները մեզ նեղության մեջ
Այ ուզում եմ այդ մասին խոսի վարգամը, բայց ուզեմ այսա շեշտել, ես Այո, ուզեմ կարդալ Եսայի մարգարեի 54-րդ գլխի 17 համարը, գսե այդ հարցունից հետ կապված, որ Չարլի Քրքի վրա անեսք դրին կախարդները եւ այլն։ Երբ որ մենք կծածկվենք այսա լսեմ Քրիստոսի արյունով, մենք պաշտպանված ենք։ Եթե գիշես, երբ որ հարվածները գուքային Եգիպտոսի վրա, անոնք որ թրանտիկներուն վրա քարնուգին, ֆիզիկական քարնուգին արյունը դրած էին, իրենց վրա այդ չաստեց այդ ժանդախները եւ այլն։ Միան անոնց վրա, որ հավատքով չէին դրած այդ արյունը։ Մենք հավատքով Քրիստոսի արյունը մեր վրա մեզ գծածկ է։ Եվ Աստծո խոսքը գսե որ այդ խոսքերը, ասենք անեծքներ նույնիսկ, որ կախարդներ մեր վրա կգախեն, զորություն չունին, ուժ չունին մեր վրա։ Հիմա այդ ինչ եղավ, մարդիկ կգաբեն, որ այդ կախարդներուն հետ, այդ մարդիկ են, որ կգաբեն, որ չարը կդարե իր կործը, բայց կախարդը հրավեսելով այդ չարը, այդ հաջողեցավ այդ կործի մեջ, ալիգա այլևս ես չեմ ուզեր որոշել, բայց նաև խոստում է ինչ կսել։ Եսայի 55:17 կսել, քեզի վնասող ովևէ կործիկ ամենևին պիտի չհաջողի եւ քութեմ Թադաստանի ելող ամեն լեզու պիտի թադաբարդվի դերոջը ծարաներուն ժառանգությունը ասիգա է ու անոնց արդարությունը ինձ մե է կսեդեր։ Հիմա մենք պաշտպանված ենք անեցներեն եւ այլն։ Հիմա սատանան գրնա մեզի հարցակել ֆիզիկապես, այո գրնա։ Անորոշ պիտի տեսնանք, որ մարտիրոսներ ալգալն, չէ։ այո, Հիմա կախարդին պատճառաբեր, որ այդ եղավ, այդ կապը ուզես ստեղծել, ադիգա ես պիտի այդ կապը չստեղծեի, որ այդ եղավ, ինչ որ եղավ Չարլի Քրքին կախարդին պատճառաբեր։ Չար մարդը չարություն հրավ սատանային գոմեն կործածվեցավ իբրև կործիկ գադարելու ինչ որ գադարեց այս անձին վրա։ Այս չէ։ Հիմա կալու հաջորդ հարցումին, որը սիր գներես կրնաս այո, որ 20-րդ համարն է, որ կսե, ահա ես զանիգա անգողին պիտի ցկեմ, ու անոր այդ շնություն ընողները մեզ նեղության մեջ, եւ եթե իրենց կորձերուն համար չաշխարեն։ Այո, այսինքն շատ հետաքրքիր բան է, որ Հիսուս ինչպես կլա, որ պիտի թույլ տա, որ այդ անձերը, որ այդ կորձի մեջ, այդ շնության մեջ են, այդ մեղքի անփարեական կյանքի մեջ են, գուրքապաշտության մեջ են եւ այլն, ի վերջո գսե այն նույն դեղը, որ թուն այս մեղքերը կգործես, որ ես քեզի պիտի սպաննեմ գսե։ Մենք Հիսուս բնավ այդ ցավով չենք մտածել։ Գիտես, մեզի եկել է փրկելու։ Հիսուս կրնա սպանել, Աստված կսպաննի։ Աստծո ցերկն է Թադաստան։ Եվ շատ միտքը եւ որ նա ինքն է օրինակի համար նույնիսկ Բողոս Արաքյալ այս միտքը մեզի կսե Կորինթացիս գիրքի մեջ, ուր որ հաղորդություն կդրի։ Կսե ցեզ մի շատեր որ հաղորդություն գարնեք, շատ զգուշությամբ մոտեցեք հաղորդության սեղանին։ Այս պատճառով է գսե, որ ցեզ մի շատեր հիվանդ են կամ գննչեն։ Աստծո եկեղեցին, Աստծո սեղանին մոտենալով, իրեն հետ հաղորդակցելով եւ գիտնալով, որ մեղքի մեջ ենք, մենք Աստծո չենք կրնալ խաբել։ Կրնանք իրարու խաբել, նույնիսկ մեր անձը խաբել։ Բայց Աստված գիտե, եթե գիտե, որ մենք գիտենք մեր հրածը մեղք է եւ այդ մեղքի մեջ չենք խնդրել որ դերոճվեն, որ մեզի օգնի, որ հաղթահարենք այդ մեղքը, որ հաղթողը լանք մեր այդ մեղսալից վիճակի մեջ, դերը ի վերջո իր Թադաստանը գրնա մեր վրա կան։ Այո, գրնալա փրկվածը լանք, բայց Աստված թույլ չի դա, որ այդպես շարունակի, ժամանակ մը գահամբերե, որով եթե այդպես լա, ի վերջո քայթաղության պատճառ կլանք մենք ուրիշներուն մեր շրջապատի մեջ։ Աստված գվերցնե այդ անձերը գրնալա, որ փրկված են, բայց երկրի վրա այլևս աստեցիկ կյանք չեն գնա։ Նույն դեղը որ այդ մեղքը գործե որ հեսապելը այդ անգողինի վրա որ սերային հարաբերություն գույնի ունենա, այդ նույն անգողինի մեջ է քեզ պիտի սպաննեմ դες։ Շատ ուժեղ խոսք է։ Անշուշտ հոգևոր բդուղ չունենալ, որքան որ
ծառայությունդ կնես, բայց ինչ բդուլ կբերես, քանի հոգիներու կյանքերու մեջ փոփոխություն բերիր, քանի հոգիներուն կյանքը փրկության առաջնորդեցիր, քանի հոգիներուն կյանքը Հիսուսի բերիր, ապաշխարության բերիր, ադիգա է որ կգործընծնենք, գիտես շատ նյութեր կան գնանք ասոր խոսիր, կբավարարվի մասոր մեջը, գանցնիմ, կսե նույնիսկ անոր զավակները պիտի մերցնեմ, ու ու բոլոր եկեղեցիները պիտի գիտնան, թե ես անեմ, որ երկամուխները ու սրդերը կքննեմ։ Սին իրականությունները մեջտեղ պիտի ելնե։ Իրականչիր գործերուն համեմատ պիտի հադուցանեմ կսե։ Այո, եւ որ անոր զավակները գսե անշուշտ ֆիզիկական զավակներուն համար Հոգևոր զավակ։ հոգևոր իր հետևորդներուն անոնք որ այդ ը, այդ անպայման գին ալբեչունի լալ հեզապելը այստեղ գին է Այո։ այդպեսի անսի փնավորություն ունեցողներուն հետևողներուն եւ ը, գադարողներուն այդ մեղքին անոնցալ ես պիտի սպանեմ այսինքն միան առաջնորդը չէ անոր հետևորդներուն այսինքն Թադաստան պիտի կա իրենց Ահա։ Թադաստան պիտի կա Այո։ Կարելի է որ Պիտեր ասենք թե եկեղեցի առաջնորդներ, պատասխանատուներ այսօր քիչ մը շատ կգետնանանք եկեղեցիներուն վրա կարելի է որ իրենք անկիդագից են եւ դարված են եւ խապված են որ իրենց շուրջի ամենամոդիկ մարտիկը բաժար գլան որ իրենք ավելի չի հարաճանան իրենց հոգևոր կյանքի մեջ կամ եկեղեցիին կյանքի մեջ Չեմ գիտեր, եթե իրենք խապված են, թե քիդավորյալորեն գնեն եւ կամ քիտնալով շարունակեն մեղքի մեջ, եթե խապված են հավատալու գրնալար հիմական հովիվներ, որ այս ամփարայական յանքի մեջ հովիվներ են, որ ասենք այս LGBTQ այս միտքերը կապարները, որ եկեղեցիներ կան, որ գտնին ամուսնացնել նույնիսկ անհատներ, որ միասերական են։ Այսինքն լրիվ Աստվածաշունչը գսե որ մեղք է։ Եվ հովիվը գամուսնացնի այսպեսի անձերում գիտնալով որ մեղք է եւ ինքնագրնալալ որ այդպեսի մեղքի մեջ է։ Հիմա իրենք խապված են թե գիտնալով գնեն այդ ես չեմ գիտեր։ Բայց ինչ որ ալալան Հիսուս գահանտիմանե իրենց իր խոսքին միջոցով Եթե շարունակեն այդպես, անշուշտ է թույլ չի պիտի դա ասված, պիտի գործանվի իրենց այդ ընթացքը, չեմ գիտեր, դու ինչ կխորիս Ոսստագորեն գսե որ օրինակի համար որ չջանցակ սատանային ծածուկ բաները Այսինքն եթե այդ դժմարիտ կյանքը ապրին Աստծո հետ պիտի ճանչնային, պիտի գարենային գիտնալ որ ինչ որ գնեն շիդակ չէ, ճշմարիտ չէ, սուտ քրային չէ Ես եւ որ այդ միտքը մտածես բայց հարցը հետեւյալն է Ռոմայացիս քիրքին առաջին քուխու մեջ կսե որ անոնք որ այսպեսի բաներու մեջ կգադարեն այսպեսի մեղքեր իրենց մտքերը Աստված գործուցած է Աստված գործուցած է իրենք չեն շատեր կան որ իրենք համոզված են նույնիսկ սուրբ գիրքը գործածեն ասելու որ վերարածը մեղք չէ Աստված ամենուն կսիրե ամենուն պետք է հանդուրժենք հանդուրժական այս միտքը այս է որ սերը կբանջի ամենուն հանդուրժել եւ ամեն մեղքալ կհանդուրժեն ոչ միայն անցածները մեղք կնոն բայց Աստված երբեմն իրենց այդ վիճակի մեջ որ շարունակել են իրենց conscience-ը խիղճը նույնիսկ այլևս մեռած է եւ իրենց գուրության մեջ թողած է որ ամենամեծ անեծքը այս է որ Աստված իրենց այդ վիճակի մեջը գուրության մեջ ցկած է եւ իրենք չենալ սկար նույնիսկ չենալ գիտեր որ մեղ կփորձեն Ոս գուզեմսել անորը մտիկ կնե եւ իր սրդի մեջ աստծավը գսկա որտեվ գիտե անհատներ, գիտե ընտանիքի անդամներ շարունակե աղոտքի բարերազմանել շարունակե ձունկերուտ վրա աղոթել խոսքերը ինչ որ գսես ինչպես որ Պիթերը ասավ գույր է չի հասկանար, չի լսեր, չի գիտեր շարունակե աղոթել եւ միայն մեկ բան կրնամստել Աստված հավատարիմ է եւ Աստված բարի է Ամեն
Եվ Ասել որ այսպեսի անձեր, որ այս մեղքի մեջ են, Աստված անձերուն չի ադեր, իրենց սրած կգադե, բայց անհադնալ անշուշտ եթե այդ մեղքը կգադարի, որ պիտի արդյունքը գրե իր մեղքին, բայց նաև Աստված ողորմող է, կթասող է, համբերող է, ամեն արիտ տվի գսեքերի, արիտ տվի, եւ թեր այս եկեղեցին գխոսի որ Հիսուս, նայե շնորհքը գահասնի որ նույնիսկ այս եկեղեցին եւ այս եկեղեցի մեջի անձերուն, եթե ապաշխարեն, Որևէ մեկը փնավ ուժ չէ իր կյանքի մեջ ապաշխարելու։ այո Որքան այդ մեղքը 70 անգամ 7-ը եթե մեղքը կործել է եւ կխոնարհվի եւ կընդունի եւ նորեն դերոջը կուքա, դերը պատրաստ է ներելու։ Այսպես վերջնական վերջացավ չկա այլևս արիք չէ, բայց պատրաստ ես ստովանելու մեղքը, ընդունելու երցելու դեր ները, քո արինովը ծածկեն, մաքրե ինձ։ Մեղք մը չկա որ ասված չի ներել եթե խոստովանի։ այո Եվ կսեմ, որ կհաղթե ու իմ գործերս մինչև վերջը կբահե անոր իշխանությունը պիտի դամ ասկերուն վրա եւ երկաթե կավազանով պիտի հովվե որքան մեծ challenge է որ գարենա հաղթել, գարենա թիմանալ եւ գարենա Քրիստոսի խոսքին վրա մնալ եւ բռնել եկեղեցին եւ չի հանձնվիր անոր վրա Եվ հոսքս է բիդի դամ եւ բիդի հոբեզանոք երկաթե կավազանով անոնք բրուդի ամաններու մեջ բիդի փշրվին ինչս էլ գուզե Ուրեմն ասիկա Սամոս 2-ին արված է 8-րդ համարը այդ միտքը այս է որ ինչպես Հիսուս ինքը գիշխել մեզիալ իշխանություն պիտի դա որ կարողանանք այդ իրավիճակներում մեջը իրեն հետ հրճագել ճշմարտություն եւ ճշմարտությունը ինքը ինքնին պիտի գոդրե այդ այո ավետարանին բարի լուրը որ կկարողենք զորություն ունի ամենագարձած սիրտը փշրելու իր այո խոսքը մուրճի բես է գսե Երեմիայի մարգարեի մեջ քրուդի ամանը ինչ է ասենք կփշրվի չէ փամզարդես ասենք այո կտոկի այդպես խոսքին արչեր Քրիստոսի խոսքին արչեր ամեն սուդերը ամեն այդ գարձած սիրտերը դերը կարող է փշրել եթե չփշրվին ի վերջո իրենք կգործանվին այդ խավազան որ գրնա կոտրել փշրել իրենք այդ խավազանի միջոցով կգործվին կգործանվին նայ հայտության 19-րդ գլուխն այնտեղ Հիսուս կտեսնանք ջերմակ ցիմը վրա հեծած այնտեղ այդ միտքն է որ ինքը խավազան այսինքն եկած է թադելուն նայել Թադաստան բերելու ոչ արդար Թադաստան Քրիստոսն է միակ անձը որ գրնա արդար Թադաստան բերել այդ Թադաստանը այդ փշրելն է գոդրելն է ինչ որ չարին դպատկան Այսօրվան զանր նյութը էգուր կարևոր նյութ մնե էգուր վերջացնենք Քրիստոսին խոսքերով գսե որ ինչպես ես ալ իմ հորմես արի ու անոր բիդի դամ արավոջյան աստղը ինչն է արավոջյան աստղը Արաբոդյան բայցար աստղը հիշված է հայտնության 22-րդ գլխի մեջ 16 համարի մեջ եւ գսե ես եմ արաբոդյան բայցար աստղը Հիսուս գսե այդ իրեն իր մասին ուրեմն մենք կտեսնանք որ հայտնության առաջին գլխի մեջ Հիսուս այնտեղ իր երեսը արևի նման կփայլի որ եւ իր ցերկը 7 աստղերը փրկած է որ հովիվներն են առաջնորդներն են եկեղեցիներուն եւ իրենք աստղերու նման կփայլին ուրեմն Հիսուս այստեղ գսե որ ես ցեզի իմ անձս պիտի տամ դուք պիտի փայլիք իմ նման ես ցեզի արաբոդյան բայցար աստղ տալու իր անձը մեզի գտավոր իր լույսը գտավոր մեզի որ մեր միջոցով այդ լույսը մեր շրջապատի մեջ մենք աստղերու նման փայլիք եւ շատերուն խավարի թակավորություն են թեպի լույսի թակավորության ամեն բերել յանքի վկայությունով եւ խոսքով եւ ամեն արարքային քարոզությունով ամեն այսօրվան այսօրին ասենք 10 Տիվադերի եկեղեցին չենք կնար փակել առանց աղոթքի այնպես է շատ կխնդրեմ որ այսօրվան ինչ որ հիմա խոսեցանք անոր համար աղոթքով վերջացնենք Պիտեր Սիրելի երկնավոր հայր շնորհակալ ենք որ Թուն թեր մեզի
գսիրես եւ մեզի սիրելուտ պատճառով մեզի գտիդես գնայիս աչքերովդ գայցելես մեր եկեղեցիները գայցելես մեր անձերը եւ շնորհակալ ենք որ գահանտիմանես մեզ որով թուն գահանտիմանես անոնց որ գսիրես այդ ցույց կտա մեզի որքան գսիրես որ գուզես քու հարս եկեղեցիդ մակրվի սրբվի որ ամփի զոհանալատ քու արջերդ ներգարանանք իբրև գույս եկեղեցի դեր ամեն անհատ եւ ամեն եկեղեցիներ որտեղ այսպեսի մեղքեր կան ըխնցեմ որ այցելես հանդիմանես ապաշխարության հոգի շնորհես հարցի կան եւ եկեղեցիները վերականգնվին եւ անհատներն եւ գադարենք այն կորձերը որ թուն մեզի գխրաբես ներե մեզի մեր մեղքերը ողորմիա մեզ եւ օգնե որ քու փառքը շատ լա մեր խոսքերով կորձերով եւ մեր խորհուրդներով Հիսուսի անունով կխնդրենք ամեն Ամեն եւ ամեն շատ կխնդրեմ որ բաժնեկցիս այս ծառայությունը այս դասընթացները եթե դու գործնվիս ուրիշներուն ալղրկե թող բոլոր հայ աշխարհը լսեն այո շատ կան հայտնության քիրկը ասենք մեդիայի վրա թող անալ մեկად լավ որթուն բաժնեկցիս շնորհակալ եմ Պիտեր քու ժամանակի համար եւ Աստված ուզե քալ երեք շաբթի գանտիվինք ցտեսություն